Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ առաջի տեսանյութին արձագանքելու համար։ Իրոք ես չէի սպասում այդ պատրաստած տեսանյութը պետք է այդքան դիտող ունենա, ինչևէ շնորհակալ եմ եւ դա միայն ու միայն ինձ ստիպում է, որ ավելի լուրջ եւ ավելի խորքային այս ամեն ինչի վրա աշխատեմ։ Հասկանում եմ, որ այս ֆորմատը մի քիչ այդքան էլ լավ չի, որ ես ամեն անգամ ինչ-որ վայրից կամ մեքենայի մեջից ես տեսանյութ պատրաստեմ, ուղղակի այդ տարածքը, որ ես աշխատում եմ իրա վրա, որ ապագայում տեսանյութերը այդտեղ նկարահանվի եւ հեռարձակվի կամ լայվ եմ անելու եւ կամ նախորդ տեսաձայնագրելու եմ եւ ներբեռնելու եմ համացանցում, բայց ինչևէ մի քիչ դեռ աշխատանք ունի այդ տարածքը, որը իմի բերեմ ու ամեն ինչը կարգի կա, որ կարողանանք ավելի պրոֆեսիոնալ ձևի այս ամեն ինչը մատուցենք, ուղղակի այս ձևով ուզում եմ ամեն ինչը ավելի sense պարզ եւ քայլ առ քայլ միասին առաջ գնան, կներեք, եթե ինչ-որ վրիպումներ կամ ինչ-որ տահաճ իրավիճակ է ստեղծվում, որտեվ ես էլ առաջիս անգամն է նման բան եմ պատրաստում եւ երբևէ sense on-line տիրույթում այսպես տեսանյութեր չեմ պատրաստել, ուստի շնորհակալ եմ, որ համբերատար հետևում եք եւ հանդուրժում եք այդ բոլոր այդ բացթողումները, այդ try and error-ները, որ կատարվում են, ինչը վերաբերվում է թեմաներին եւ նյութերին, որ խոսելու ենք։ Ուրեմն տեսանյութեր եմ պատրաստում, այսինքն նյութերը արդեն պատրաստ են, պետք է տեսաձայնագրեմ, վերաբերվում է Իրանի իրավիճակին այսօր եւ ապագայում եւ նաեւ խոսելու ենք 12 օր պատերազմի մասին, անդրադառնում ենք Իրան-Հայաստան հարաբերության մասին եւ նմանություններ ենք տանելու, թե ինչով է Իրանը Իրանի իրավիճակը եւ Իրանի կատարվող դեպքերը այդքան մոտ Հայաստանին եւ մշակույթապես եւ ամեն ինչ շատ մոտ են եւ ես հավատացած եմ, որ այդ դեպքերը բոլորը իրար հետ կապ ունեն եւ նաեւ կան վերլուծաբաներ եւ մարդիկ, որ խոսում եւ անդրադառնում են այդ ամեն ինչին, նաեւ անդրադառնալու ենք մի շարք տեսանյութերին, որը հրապարակվում է լրատվամիջոցների կողմից, դրանք վերլուծելու ենք, դրանց ենք անդրադառնալու, դրանց մասին խոսելու ենք ու կոմենտելու ենք եւ այս ամեն ինչից կարևոր ուզում եմ տարբեր տեսակի այդ դիտանկյունները ներկայացնեմ ձեզի, որ հասկանաք իրականում ինչա պատահում Իրանում հիմա եւ ուրա գնում եւ ինչ դրական ազդեցություն է կարող թողնի Հայաստանի համար այս ամեն ինչը եւ նաեւ ինչ բացասական կողմեր է կարող ունենա։ Եվ վերջին եւ ամենակարևոր բանը, որ ուզում եմ հիմա անդրադառնամ, Հայաստանում կատարվող այս իրադարձություններն են, որ ներկա պահին կատարվում են Հայաստանում, այդ ձերբակալությունները եւ տերորիստական ակտ եւ այլն, չեմ ուզում անդրամասն դրա մեջ մտնեմ, որտեւ ինքը առանձին երկար տեսանյութ է եւ ես այդ տեսանյութում պատրաստելու եմ, թե ինչ եմ մտածում այդ ամեն ինչի մասին, բայց հիմա շատ կարևոր բան կա։ Պետությունը եւ պետականությունը ամենակարևոր բաներից է, որ մենք պետք է իրան ուշադրություն դարձնենք եւ այդ հիմքն է բոլոր այս ամեն ինչին, որ կատարվում է կամ անում ենք մենք։ Նաեւ ունենք
պետություն, ունենք կառավարություն, դրա կողքին, որը ժամանակին ժողովրդի միջոցով, այսինքն իմ, ձեր, քվեի միջոցով, այդ կառավարությունը կյանքի է կոչվել, եւ մենք որպես քաղաքացի այդ մարդկանց պատվիրել ենք, որ մի շարք բաների մասին հոգ տանենք։ Հետևաբար իմ հորդորը այս պահին դա է, որ միայն ու միայն կենտրոնանանք պաշտոնական լուրերին, դա շատ կարևոր է, միայն ու միայն հետևենք եւ ընդունենք այն տեղեկությունները, որը տարածվում են իրավապահ մարմինների կողմից կամ կառավարության կողմից, որովհետեւ դրանք ամենամոտն են իրականությանը, եւ կասեմ, ապագայում կխոսեմ, թե ինչի եմ ասում ամենամոտն են իրականությանը եւ ոչ թե իրականությունն են, կներեք, որտեվ ես հավատացած եմ, որ պետությունը ինչքան էլ որ ցանկանա կառավարությունը, ինչքան էլ որ ցանկանա բաց աշխատի, որոշ բաներ կա, որ հենց երկրի եւ քաղաքացիների անվտանգությունից ելնելով ինքը չի կարող հրապարակի եւ մեր պարտականությունն է, որ այդ տողատակերում այդ ամեն ինչը հասկանանք եւ դրանց էլ հաստատ անդրադառնալու ենք։ Պինդ մնացեք, ուժեղ մնացեք, կարևորը հետևեք պաշտոնական լուրերին եւ չտրվել որևիցե սադրանքի, ամեն ինչ լավ կլինի։ Մինչ նոր հանդիպում։